Հարկ մեր Տիրոջը, եղբայրներ, քույրեր, Աստված մի հրաշալի օր էլ պարգևեց մեզ, որպես իր ներկայության մեջ լինենք, եւ սա մի յուրահատուկ օր է, հատուկ տոն է, որը կոչվում է Պենտեկոստե, որը հուներեն բառը նշանակում է 5 տասնյակ, 50-րդ օր, որը Տերը խոստացել էր, որ սպասեք, մինչև վերեն զորություն առնեք, եւ Տերը համբարձվեց եւ համբարձումից հետո 50-րդ օրը խոստացյալ Սուրբ Հոգին կարդում ենք Գործք առաքելոց գրքի մեջ մեծ զորությունով եկավ եւ առաքյալները մկրտվեցին Սուրբ Հոգիով։ Փառք Աստծո, եղբայրներ, քույրեր, այն երևակայելի բան ասա։ Արարիչ Աստված երկնքի, որը ստեղծել է երկինքը, երկիրը, բնակվի մարդու մեջ։ Եվ տեսնում ենք Աստծո հրաշալի գործերը, Աստծո ողորմությունները, եւ ակամա որ հետ ենք նայում մեր անցյալը մեղավոր տգետ ոչ մի բան չենք իմացել Աստծո ճշմարտության մասին, բայց եկել է ժամանակները Աստծո ողորմությունով մենք այսօր այստեղ ենք, իր տան մեջ ենք, իր եկեղեցու մեջ ենք եւ Աստված մեծ ողորմություն արել մեզի փրկելով առաքյալն ասма խավարի իշխանությունից տեղափոխել է Տեր Հիսուս Քրիստոսի տիրապետության տակ։ Փառք Աստծո, եղբայրներ, քույրեր։ Եվ որ այսօր քանի որ առիթ է տոնական օր է, ըստ այնմ պետք է խոսանք Սուրբ Հոգու մասին։ Ամբողջ Աստվածությունը երրորդությունը Հայր Աստված գահը երկնքի մեջ եւ Հիսուս Քրիստոս, որ համբարձվեց եւ հարություն առավ, համբարձվեց եւ ուրեմն նստեց Հայր Աստծո աջ կողմը որպես բարեխոս ամբողջ աշխարհի համար։ Եվ մինչև գնալը Տերը ասավ. պետք է աղաչեմ Հորը, որ մի ուրիշ մխիթարիչ տա Սուրբ Հոգին։ Եվ ասավ լավ է, որ ես գնամ, եւ որ գնամ Սուրբ Հոգին պետք է գա։ Եվ Սուրբ Հոգին, ինչպես խոստացվեց, Սուրբ Հոգին եկավ եւ Սուրբ Հոգին երկրի վրա։ Սուրբ Հոգին անձա, Սուրբ Հոգին Աստված է, երրորդ անձն է եւ նա երկրի վրա է եւ մեր մեջ է։ Մենք քնում ենք մեր մեջ է, մենք մեր առօրյան անց ենք կացնում, նա մեր մեջ է եւ շատերի հետ է նաեւ։ Ուրեմն փառք Աստծո, եղբայրներ, քույրեր, որն էր նպատակը Աստծոյի։ Մենք գիտենք, որ Աստված հենց այնպես բան չի անում մարդկանց նման։ Սուրբ Հոգին որպես զորության հոգի ավետարանի մեջ կարդում ենք։ Կարդում ենք որպես մխիթարության հոգի, իմաստության եւ հանճարի հոգի։ Նրա մեջ ամբողջ առաքինությունները կա եւ հատուկ նպատակով է, ինչպես ասենք, վերեն զորություն, որ մարդու տկարությունները կարողանա վեր առնել։ Բայց մի կարևոր բան կա, Սուրբ Հոգու գործը երկրի վրա, եւ Հիսուս ասավ, եւ որ նա գա, աշխարհը պետք է հանդիմանի մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Տեսեք, եղբայրներ, քույրեր, սա շատ լավ է, որ մենք գիտենք, շատ լավ երանելություն է, որ այսօր Աստված մեր հոգու աչքերը բացել է եւ մենք գիտենք Աստծուն։ Բայց մի կարևորություն կա, որ Աստված ուզում է, որ նա նախանձավոր է սրբության, նա նախանձավոր է, որ մեզ արդարության սրբության մեջ առաջնորդի եւ այն ինչի համար, որ Աստված կանչել է մեզ, օգտագործի իր փառքի եւ իր համար, իր անվան համար։ Եվ տեսեք, առաջինը
աշխարհը հանդիմանի մեղքի համար։ Տեսեք, եւ որ մենք մեղք ենք գործում, մենք հանդիմանվում ենք։ Եվ Աստված ուզում է մեզ տանի հանդիմանելու նպատակը որն է, որ մեզ տանի արդարության, որ հասկացնի քո մեղքը, որ մեղքը քեզ չտանի մահվան։ Տանի արդարության, բայց եւ որ մարդը կարծրացնում է իր սիրտը եւ պահում է, մենք գիտենք, որ մեղքը ահավոր բան է, մեղքը մահ է ծնում։ Եվ սա հակառակորդի ցանկությունն է, որ մարդկանց քաշի մեղքին, քաշի մարմնավոր կյանքին, հեռացնի հոգևորից եւ այդ մարդու կյանքում ապականություն գա եւ կորուստ գնա եւ նրա անունը հակառակորդ է, նա գործում է Աստծո կամքին հակառակ։ Այն ինչ որ ասում է Աստված, պատվիրում է, նա ուզում է հակառակն անի։ Չթողա ժողով գան, չթողա մյուս արգելքներ դնի եւ այլը։ Բայց Փառք Աստծո եղբայրներ, քույրեր, նա տվել է այդ զորությունը, որ մենք մեր կարողությունը, մեր հոժար կամքը տանք Աստծուն եւ Աստծո կամքի համեմատ ապրենք այս աշխարհի մեջ։ Տերը օգնի եղբայրներ, քույրեր, եւ խրատական բաներ կա Աստվածաշնչում։ Տեսեք, օրինակ մենք կարդում ենք Եփեսացիս թղթի մեջ, տեսեք, զգուշացնում է, որովհետև Սուրբ Հոգին, գիտեք, կարող է մեր արարմունքների, մարմնավոր բաների եւ մեղքի տարբեր բաների պատճառով վշտանա։ Կարդում ենք 4-րդ գլխի 29-րդ խոսքից, այսպես ասում. բնավ ձեր բեռնեն ապականյալ խոսք մթող չելլե, հապա ինչ որ աղեք է պետ եղած շինության համար, որպեսի լսողներուն շնորհք տա, եւ Աստծո Սուրբ Հոգին մի տրտմեցրեք, որով կնքվեցաք փրկության օրվան համար, ամեն դառնություն եւ բարկություն ու սրտմտություն ու աղաղակ, հայհոյություն վերցվի ձեզ մե իրեն չարությունով մեկտեղ եւ իրարու հետ քաղցր եղեք, գթած ներելով իրարու ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզի։ Տեսեք, այս բաները, բարկությունը, սրտմտությունը, այս բաները, սրանք մարմնավոր երևույթներ են եւ սրանք վշտացնում են Աստծո Սուրբ Հոգին։ Տեսեք, Աստծո Սուրբ Հոգին գալիս է զորությունով, բայց գիտեք, Աստծո Սուրբ Հոգին եւ որ հեռանում է, մարդը չի հասկանում, որ իրանից հեռացել է։ Ինչպես Սամսոնը գրված է, որ առաջվա նման վեր կացավ, քնից վեր կացավ եւ ուզում էր, որ առաջվա պես տեսա, որ այդ ուժը չկա իր վրա։ Եվ գրված է, տեսա, որ իրանից գնացել է։ Սուրբ Հոգին, եղբայրներ, քույրեր, կյանքի հոգին է։ Սուրբ Հոգին, եթե մարդուց, տեսեք, Սուրբ Հոգին սավողից հեռացավ, հետո ինչ եղավ, չար ոգի եկավ իր վրա։ Եվ մի վշտացրեք Աստծո Սուրբ Հոգին, անզգուշությամբ, մարմնավոր խորհուրդներով, մարմնավոր բաներով, մարդկայինը առաջ գցելով, Սուրբ Հոգին վշտացնում է, Սուրբ Հոգին առաջնորդ է, Սուրբ Հոգին տալիս է զորություն, իմաստություն, ամեն բան, Աստծո Հոգին արարչագործության ժամանակ հենց գրված է, որ Աստծո Հոգին ջրերի վրա կշարժվեր, Աստծո Հոգին շարժվում է, եւ որ մենք առաջնորդվում ենք Աստծո խոսքով, Սուրբ Հոգին գալիս է եւ շարժվում է խոսքի վրա, եղբայրներ, քույրեր։ Դրա համար շատ կարևոր է, ինչքան է քարոզվում Աստծո խոսքը, Աստծո մեծությունը, Աստծո կարողությունը, որ մարդիկ Աստվածաշունչ կարդան, ավետարան կարդան։ Տեսեք, Եսայա 34:16 խոսքի մեջ, եթե չեմ ասում, ինձ խոսքի մեջ, Աստծո խոսքի մեջ փնտրեցեք։ Աստծո խոսքի մեջ փնտրեցեք, ասում է։ Մենք իրան ավետարանը, ինչպես գրված է, Աստծո այն երևույթ պատկերն է, որպեսզի ուրեմն մենք կարողանանք փոխված լինենք, ազատագրվենք ամեն գայթակղություններից, ամեն փորձություններ կգա, ամեն երևույթներ կգա, ամեն քամիները կգա, նեղությունները կգա, բայց մենք պետք է հաստատուն մնանք, հաստատուն երբ կարանք մնանք,
եւ որ Աստծո խոսքի մեջ հիմնված ենք եւ որ ավետարանի մեջ մեր հոգեվոր արմատները խորնա ոչ մի փորձություն չի կարա մեզ ինչպես Պողոսը տեսնում ենք սիրով լցված ասма ինչը պետքա զատի մեզ Քրիստոսի սերեն տառապանքը հալածանքը բանտը նեղությունը մահը ասма չի կարա զատի Քրիստոսի սիրուց տեսեք ինչքան էր ամուր եւ որ ուզում էր գնա Երուսաղեմ ժողովուրդը զգուշացնում էին որ չգնա Երուսաղեմ եւ ասավ ինչու եք ինձ այսինքն սիրտս ոնց ասեմ կոտրեմ որպես sense մի բան ես պատրաստ եմ Աստծո անվան համարել ուրեմն նահատակվել եթե հարգ լինի այդքան նվիրված էր եղբայրներ քույրեր եւ տեսնում ենք որ միշտ Աստված ինչքան փորձություններից վկայում է Կորինթացիս թղթում կարդում ենք Պողոսի հալածանքները եւ նեղությունները ես զարմանում եմ եւ մի կողմից էլ մտածում եմ որ Աստված պահել է այդքան ծեծակերել այդքան չարչարել են այդքան քարկոծել են մահվան եզրով է գնացել բայց Աստված պահել է ու էլի կյանք է տվել Ուրեմն փառք Աստծո եղբայրներ քույրեր եւ Սամսոնի օրինակը կուզենայի նորից հիշացնել եղբայրներ քույրեր տեսեք Սամսոնը Աստված Սամսոնին հատուկ օծություն էր տվել եւ նրա գաղտնիքը նրա ուժը զորությունը մազերի մեջ էր այսինքն նրա հավատարմության մեջ էր եւ տեսնում ենք որ Աստված Սամսոնին կանչել էր որպեսի եւ տվել էր գերբնական ուժը զորությունը որպեսի Սամսոնը Իսրայելի ժողովուրդը պաշտպանի թշնամիներից բայց Սամսոնը գիտեք որ կարդում ենք դատավորած գիրքը նրա բաները տեսնում ենք շատ թեթևաբարով բաներ ուներ նա բանուգործ չուներ չգիտեմ որ 300 հատ աղվես բռնի հետո վարի բաները ու փրշտացոնց դաշտերի վրա բաց թողավ զարմանում եմ 300 աղվես ոնց կարելի մի հատ աղվես բռնելը այդ երևի հագին դժվարություն է ես տեսել եմ բաներում նա շատ դժվար է եւ տեսնում ենք որ ամենակարևորը նա Աստծո խոսքին Մովսեսական օրենքին ուշադրություն չդարձրեց եղբայրներ քույրեր ամեն խոսք այն ինչ որ գրված է ավետարանում շատ կարևոր է եւ որ մենք բաց ենք թողում անտեսում ենք հետո դրա հետևանքը կրելու ենք դրա հետևանքը կրելու ենք տեսեք ինչ էր ընդամենը ինքը միթե չգիտեր որ Աստված պատվիրում է որ օտարազգի կին չառնես եւ քո աղջիկները օտարներին չտաս Եվ որ նույնիսկ իր հայրն ու մայրն էլ իրան զգուշացրին, էլի չլսեց։ Գրված է որ իջավ թամնաթա փղշտացոնց երկիրը։ Դու ինչ գործ ունես նրանց երկրը։ Տեսեք։ Եվ հետո ինչ պատահեց այն ահավոր ողբերգությունը, որ այն որ մի էշի ծնոտով 1000 հատ փղշտացի էր սպանում։ Այն որ այդ հսկա ուժը ուներ Սուրբ Հոգին գալիս էր եւ իրան օգտագործում էր, այդ ուժը իրանից գնաց։ Ինչու, որովհետեւ Աստծո պատվիրանքը զանց արավ։ Փոքր բան այրևեմ։ Քեզ համար է փոքր բան երևեմ, բայց դա փոքր բան չի։ Այդ փոքր բանը, գիտեք, շատ փոքր բաների պատճառով շատ մեծ աղետներ ա լինում։ Ընդամենը ասում են փոքր բան ա, դե ինչ էր որ։ Բայց դրա պատճառով փղշտացիկ կապեցին Սամսոնին, տարան Գազա փղշտացոնց երկիրը, աչքերը հանեցին եւ աղորիքի քարեր պտտան։ Տեսնում եք, ինչի պատճառով Այդպես է, եւ որ մարդը թշնամուց բռնվում է, առաջի բանը թշնամին կապում է, աչքերը հանում է որ չտենա։
ու օգտագործում է իր համար։ Ու օգտագործում է ու վնասներ են բերում, շատ վնասներ են բերում։ Տերը օգնի եղբայրներ եւ քույրեր։ Նորից եմ ասում փառք Աստծո Սուրբ Հոգու համար։ Մենք կարողանանք իր հետ կապ եւ հաստատություն եւ լավ հարաբերություն ունենանք եղբայրներ քույրեր։ Սա շատ կարեւոր է, որ մենք կանգնում ենք աղոթքի թե ստեղ, թե մեր անհատական աղոթքների մեջ նրա ներկայությունը գալիս է։ Սա մեծ մխիթարություն է։ Սա մխիթարություն է, որ Տերը լսում է, որ դու Տիրոջ հետ ունես մտերիմ հարաբերություն, որ դու ծառայում ես, պաշտում ես եւ ծառայում ես իրան։ Եղբայրներ քույրեր, տեսեք Սամսոնը հատուկ, մենակ Սամսոնը չէր, որ հատուկ գործի համար կանչված էր։ Մենք ամենքս հատուկ գործի համար կանչված ենք։ Եթե մինչև այսօր մենք չգիտենք ինչու համար ենք մենք կանչված, մենք անհանգստանանք։ Եթե մենք նրա ներկայությունը, իր այդ հարաբերությունը եւ ներկայությունը չենք զգում, չունենք մտերիմ հարաբերություն, անհանգստանանք։ Եթե մենք մկրտված ենք Սուրբ Հոգիով եւ Հոգին չի աղոթում, անհանգստանանք։ Սրանք շատ լուրջ բաներ են, որ այսօր քանի ժամանակ կա, մենք անհանգստանանք։ Եվ Աստծո Սուրբ Հոգին մի վշտացրեք, որով կընկվեցաք փրկության համար, Տիրոջ խոսքը ասում է։ Շատ կարևոր է, եղբայրներ քույրեր, ինչքան որ մեզ տրված է, այնքան մեր պատասխանատվությունը շատ է։ Մկրտվել ես ուխտ ես կապել Տիրոջ հետ, լավ է, շատ լավ է, դրսից ներս ես եկել, դառել ես եկեղեցու անդամ, բայց պետք է հավատարիմ լինես։ Մկրտվել ես Սուրբ Հոգիով, լավ է, շատ ուրախալի է, շատ ցնծալի է, բայց եթե վշտացրել ես, ավելի շատ մեծ պատասխանատվություն կա։ Տերը օգնի եղբայրներ եւ քույրեր։ Աստված շատ աներևակայելի, շատ զարմանալի, շատ մեծ օրհնություններ է տալի մեզ, բայց մարդիկ կան չեն գնահատում սրա։ Եվ ամենակարևորը մենք պետք է Աստծո կամքի մեջ մնանք։ Նախ եկեղեցու համար առաջնայինը սա է ամենակարևոր, որի մեջ Աստված փառավորվում է, սա միաբանությունն է, սա սրբությունն է եւ սա ժողովրդի շատությունն է, որի մեջ Աստված փառավորվում է, եղբայրներ քույրեր։ Գիտեք, գալու է մեկ օր, եւ այդ օրվանից ոչ մեկը չի խուսափելու, ոչ մեկը չի կարող խուսափի, որ կանգնելու է Աստծոյ առաջ եւ իր ամբողջ կյանքի համար պատասխանատալու։ Ոչ մեկը չի կարողանալու խուսափի։ Այս երկրի վրա ինչքան որ ապրել ենք, ինչքան որ պետք է ապրենք, անկախ նրանից ինչպես լավ թե վատ, շատ ենք վաստակել, թե քիչ ենք վաստակել, սա ոչ մի բան չի երևալու մեր աչքերին։ Դրա համար առաքյալն ասում է, անձը ուրանա, անձը ուրանա, Աստված չի կանչել, որ մենք համակերպվենք եւ լավ կյանք փնտրենք այս աշխարհի մեջ։ Աստված մեզ կանչել է, որ մեր ամենօրյա խաչը վերցնենք, մեր անձը ուրանանք եւ գնանք Հիսուսի հետևից։ Տերը օգնի եղբայրներ քույրեր։ Սուրբ Հոգին նաեւ իմաստության հոգին է։ Սուրբ Հոգին թող իմաստություն տա այսօր, որ մենք իմաստությունով, ոչ թե իմաստուն տուն շինողի պես շինենք մեր տները, ոչ թե անխելք տուն շինողի, որը ավազի վրա սարքեց, որը լսում էր, բայց չէր պահում Աստծո խոսքը։ Այսօր քիչ չեն այդ ձևի հավատացյալները։ Եվ հիշենք, որ կանչվածները շատ են, Սուրբ Գիրքն ասում է, բայց ընտրյալները քիչ են։ Ընտրյալները քիչ են, կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ են։ Եվ Աստված օգնի եղբայրներ քույրեր։ Մտածենք այս բաների մասին։ Քանի ժամանակ կա,
որ գնացինք, էլ երկրորդ հնարավորություն չի տրվելու, չէ, մարդիկ ասում են մահը ահել ջահել չի հարցնեմ, չգիտենք մեր վաղվա օրը ինչ կպատահի, փառք Աստծո, կա ծայրահեղ ուրախություն, եթե մենք իմաստությունով վարվենք, կա ծայրահեղ ողբերգություն, եթե մենք հիմարությունով վարվենք, ինչպես տեսնում ենք Սամսոնը, ինչպես տեսնում ենք ավետարանի մեջ հանդիպում ենք այնպիսի անձնավորությունների, օրինակ Դեմասի մասին գրված է, որ Պողոսի հետ էր քայլում, բայց գրված է զարմանալի է, աշխարհը սիրեց եւ գնաց Թեսաղոնիկե, այ քեզ բան, ինչ հիմարություն, Տերը օգնի եղբայրներ քույրեր, բերեք կանգնենք աղոթքի, մենք այս աղոթքին խնդրելու բաներ ունենք, կարևոր եւ լուրջ բաներ, բերեք որոշումներ կայացնենք մեր տկարությունների, եթե իրապես չենք ապաշխարում, եթե իրապես ինչ-որ տկարություններ կա, եթե մենք Աստծո գործը ձգել ենք երկրորդ, երրորդ հերթին, այսօր բերենք առաջի տեղը, այսօր մտածենք մեր փրկության, մեր ապաշխարության, մեր վիճակների վրայով, քանի դեռ ժամանակ կա, ամեն